Ողջույն բարեկամներ, այսօրվանից սկսում ենք դասընթաց սկսնակների համար, այն սկսնակների, ովքեր կարողանում են բառարանի օգնությամբ թարգմանել բառեր, բայց նախադասություն կազմել չի ստացվում, քանի որ առայժմ քերականություն չգիտեն։ Այս դասին կսովորենք տրված բառապաշարը դպրոց թեմայով և կկազմենք պարզ նախադասություններ։ Եվ այսպես, ինչ է պետք խոսելու համար։ Իհարկե, առաջին հերթին բառապաշար և նախադասության ճիշտ կառուցվածք։ Ուրեմն սկսենք բառապաշարից, ասացինք դասի թեման դպրոց։ Նայում ենք աղյուսակին, at school, դպրոցում, թարգմանություն դպրոցում, վերջավորությունը ում, որտեղ, դպրոցում, ուրեմն հայերենում վերջավորությունը ում, անգլերենում preposition-ը, այսինքն նախդիրը կդրվի բառից առաջ, որպեսզի ասենք դպրոցում, կօգտագործենք at preposition-ը, սա լավ հիշեք։ Հիմա հորիզոնական գալիս ենք այս կողմ, դասասենյակում, որտեղ, դասասենյակում, կրկին ունենք ում վերջավորությունը, տեղ է ցույց տալիս, իսկ անգլերենում in the classroom, ուրեմն նախդիրը կասենք in the, որտեղ, in the classroom։ Հիմա համեմատենք, դպրոցում, ասացինք վերջավորությունը ում, դասասենյակում ում, բայց դասասենյակի հետ օգտագործեցինք in the classroom, the-ով, in the classroom, իսկ դպրոցի հետ օգտագործեցինք ոչ թե in the, այլ at, առանց the, սա անգիր պետք է հիշել։ Հիմա այս կողմից, school, դպրոց, teacher, ուսուցիչ, schoolboy, դպրոցական տղա, schoolgirl, դպրոցական աղջիկ, pupil, աշակերտ, classroom, դասասենյակ, schoolbag, դպրոցական պայուսակ, class, դաս, lesson, դաս, subject, առարկա։ Մյուսը, ուրեմն ասացինք in the classroom, դասասենյակում, teacher's table, ուսուցչի սեղան, այստեղ ուշադրություն դարձեք, ուսուցչի, սեռական հոլով, ի վերջավորություն, անգլերենում որպեսզի սեռական հոլովով ասենք ուսուցչի, պետք է ասենք teachers, այստեղ apostrophe, այսինքն ստորակետի նման նշանը, ասում ենք apostrophe և s, teachers table, ուսուցչի սեղան, եթե այս apostrophe-ը չասեք, ուրեմն կդառնա teachers, ուսուցիչներ, բայց մենք չենք ասում ուսուցիչներ, ասում ենք եզակի թվով ուսուցչի, սեռական հոլով, ուրեմն այստեղ այս apostrophe անպայման պետք է դրվի, որպեսզի ստացվի ուսուցչի։ Desk, դպրոցական նստարան։ Ինչու եմ ասում դպրոցական նստարան, որովհետև այլ նստարաններ կան, օրինակ այգու նստարան, այդտեղ արդեն desk չենք ասի։ Հաջորդը chalk, կավիճ, chalkboard, գրատախտակ, blackboard, գրատախտակ, bookcase, գրապահարան, pen, գրիչ, pencil, մատիտ, book, գիրք, copybook, գիտետր, ruler, կանոն։ Հիմա անցնենք առարկաներին, subjects, վերջը ս, առարկաներ, այս ս-ն հոգնակի թիվն է, subjects, առարկաներ, English, անգլերեն, maths, մաթեմատիկա, geography, աշխարհագրություն, nature studies, բնագիտություն, history, պատմություն, art, արվեստ, music, երաժշտություն։ Եթե ուշադրություն դարձրիք, առարկաները ես ասացի գրեցի մեծատառով, ուրեմն առարկաները բոլորը մեծատառով, իսկ այստեղ բոլորը փոքրատառով են։ Ուրեմն այստեղից ինչ սովորեցինք, բացի բառերի թարգմանությունից, at school, ում վերջավորությունը դպրոցի հետ at ենք ասելու, դասասենյակում classroom-ի հետ ում վերջավորությունը in-ով ենք ասելու և the-ով, in the classroom, և որ առարկաները գրվելու են, առարկաների անունները մեծատառով։ Անցնում ենք առաջ, at school, արդեն սովորեցիք դպրոցում, to have classes, դասեր ունենալ, պարապմունքներ ունենալ, to go to school, գնալ դպրոց, to do exercises, վարժություններ կատարել, to do lessons, դասերը պատրաստել,
Սրանք էլ արտահայտություններ։ Հիմա կազմենք նախադասություն։ Ենթադրենք 5 աշակերտ օգտվում է այս բառապաշարից եւ կազմում է նախադասություն։ Իհարկե նախադասությունները ես եմ կազմում, սովորում եք դուք անգիր։ Բայց ենթադրենք աշակերտներն են խոսում։ Հիմա առաջին աշակերտը ասում է. ուրեմն այս կարմիրով ինչ որ գրել եմ, այս աղյուսակից ամեն անգամ չբացեմ աղյուսակը այստեղ, այս բառերից վերցված բառեր են։ Ուրեմն առաջին աշակերտը Hi, I am Sam. Ողջույն, ես Sam-ն եմ. I am a pupil. Ես աշակերտ եմ. I am a schoolboy. Ես դպրոցական տղա եմ. I have a sister. Ես քույրիկ ունեմ. She is a schoolgirl. Նա դպրոցական աղջիկ է. My mother is a teacher. Հաջորդ աշակերտը երկրորդը ասում է. My name is Anne. Իմ անունը Anne է. I like English, geography, art, music. Ես սիրում եմ անգլերեն, աշխարհագրություն, արվեստ եւ երաժշտություն. I don't like maths. Ես մաթեմատիկա չեմ սիրում. Երրորդ աշակերտ ասում է. I am Jack. Ես Jack-ն եմ. I like my school. Ես սիրում եմ իմ դպրոցը. Every day, ամեն օր, we have 6 lessons. Մենք 6 դաս ենք ունենում. I like history and nature studies. Ինձ դուր է գալիս պատմությունը եւ բնագիտությունը. Չորրորդ աշակերտ. I like my English teacher. Ինձ դուր է գալիս իմ անգլերենի ուսուցիչը. Հինգերորդ աշակերտը. I have a book, a copybook, a pen, a pencil and a roller in my bag. Ես ունեմ իմ պայուսակում, bag պայուսակ. Ես իմ պայուսակում ունեմ գիրք, տետր, գրիչ, մատիտ, կանոն. Ուրեմն կհաշվենք քանի բառ օգտագործեցինք մենք աղյուսակից եւ քանի նախադասություն կազմեցինք։ Նախադասությունները իհարկե կային նախադասություններ, որ չեմ կարմրացրել, այսինքն դրանք այս աղյուսակի բառերից չէին, բայց հաշվեք այս բառերով քանի նախադասություն են կազմել եւ քանի բառ սովորեցիք։ Այսօրվա համար այսքանը։ Ուրեմն եթե ցանկանում եք սովորել ինչպես գրել էին, որ սկսնակեմ, բառերը կարողանում եմ հանել բառայց, բայց նախադասություն չի ստացվում, իհարկե չի ստացվի, քանի որ քերականություն չգիտեք, իսկ այս ձևով հիմա մենք կսովորենք խոսել անգլերեն, կամաց կսովորենք նաև քերականություն։ Ուրեմն այսօրվա համար այսքանը, կհանդիպենք, goodbye։